Ազգային ժողովի նախագահի տարեվերջյան ընդունելությունը։ Ազգային ժողովի փոխնախագահները խոսել են 2015-ի իրենց ակնկալիքներից։ Ինչպես է աշխատել ֆինանսների նախարարությունը, գործարարները ներկայացրել են իրենց գնահատականը։ Գտաշեն համայնքն ու խնդիրների հետ միայնակ մնացած գյուղացին, ակնկալիքներ հաջորդ տարվանից։ Անցնող տարին ամփոփել է Գյումրի բժշկական կենտրոնը, հունվարից կյանքի ստենդը շատերին կյանք կնվիրի։ Ամանոր, տոնը 3 եւ այսօր, պահպանված եւ մոռացված ավանդույթներ։ Կյանք նվիրված Աստծուն, կոչում տրված ի վերուստ։ Շիրակի թեմի առաջնորդը 51 տարեկան է։ Օրվա տեղեկատվությամբ ազդարար լրատվականն է Ցայք մարզային հեռուստաընկերության ուղիղ եթերում, բարև ձեզ։ Դեկտեմբերի 27-ին ժամը 11:30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Գյումրի Մարմաշեն ճանապարհահատվածի առաջին կիլոմետրում։ Բախվել են Մերսեդես Մակնիշի ավտոմեքենան եւ մոտոցիկլը։ Մերսեդեսի վարորդը չի տուժել, մոտոցիկլի վարորդը Արամ Սարգսյանը եւ ուղևոր Սարգիս Վալեյանը տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն։ Երկուսն էլ հետազոտվել են, դեպքով զբաղվում է Շիրակի մարզի քննչական բաժինը։ Երկուսն են տանցել են համընթաց ուղղությամբ, շրջադարձ է ուզեցել կատարել Մերսեդեսի վարորդը, որի ընթացքում բախվել է մոտոցիկլետի վարորդին։ Մոտոցիկլետի վարորդին եւ ուղևորին տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն, իսկ դեպքով զբաղվում է քննչական բաժինը։ Մոտոյ ճամփա քշել ենք ավայրան ենք տվել, ինչ պատմեմ կա քուրջան։ Այդ մոտոն արագ չի եկան, այ շտադի արագ մոտո չէ։ Եթե էս շատ արագ ելնի, չէ՞, մի սաղ չի ելնի։ 2014 թվականն է ամփոփել Գյումրի բժշկական կենտրոնը, ներկայացվել անցնող տարվա կատարողականը եւ նշվել, որ կառավարությունը հաստատել է նաեւ գալիք տարվա ընթացքում իրականացվելիք մեծ մի ծրագիր։ Հունվարից կմեկնարկի կյանքի ստենդը, այն հնարավորություն է տալու սրտամկանի սուր ինֆարկտ ունեցող մարդկանց կյանքը փրկել։ Որպես 2014-ի ձեռքբերում բժշկական կենտրոնի տնօրենը առանձնացրել է մասնագիտական նոր կադրերի համալրումը, պետպատվերի գերակատարումը եւ բուժման կուրս անցած հիվանդների մոտ արձանագրված դրական արդյունքները։ Անցնող տարին հաջողակ է համարվում Գյումրի բժշկական կենտրոնի համար 8090 հիվանդ ստացել է ստացիոնար բուժում, թիվը 450-ով ավելացել է 2013-ի ցուցանիշից։ Կորոնոգրաֆիայի բաժանմունքի բացմամբ է կենտրոնի տնօրենը պայմանավորում այս թվի ավելացումը։ Նրանք հիմնականում այն մարդիկ են, ովքեր Երևան չեն գնացել եւ Գյումրիում են ստացել անհրաժեշտ բուժումը։ 2014-ին բուժկենտրոնը գերակատարել է պլաններն ու ստացել հավելյալ գումարը։ Եթե 2003 թվականին կազմել է Գյումրի բժշկական կենտրոնը նախորդ հիվանդանոցների եղած պետպատվերի կրկնակին էր տառե ու կազմում էր 400 միլիոն, մենք կարողացանք կատարել վճարովի 348 միլիոն։ 14 թվականին մենք կատարել ենք փաստացի 650 միլիոն պետպատվեր եւ 400 նաեւ աճ է տվել 400 միլիոն նաեւ վճարով։ Անոթային վիրաբույժ, բժիշկ սրտաբան, ակնաբույժ, նյարդաբան, ուրոլոգ ընդհանուր թվով 19 երիտասարդ մասնագետի համալրում է ունեցել կենտրոնն անցնող տարում։ Գալիք հունվարից այստեղ կյանքի ստենդ ծրագիրն է իրականացվելու։ Ստենդավորվելու իրավունք կստանան այն հիվանդները, որոնց մոտ կախտորոշվի սրտամկանի սուր ինֆարկտ։ Անվճար ծրագիրը գործելու է նրանց համար, ովքեր ընդգրկված չեն լինի սրտի ինվազիվ միջամտության արտոնյալ որևէ խմբում։ Սրտի պսակած կերակի վրա անվճար կտեղադրվի մեկ ոչ դեղապատ ստենդ։ Այս ծրագրի էությունը, քանի որ կայանում էր կյանքը փրկելու ծրագիր Stand for Life, տվյալ պարագայում սկզբնական սրտամկանի ինֆարկտով հիվանդներին տեղադրել դեղապատ թե ոչ դեղապատ, տվյալ պահին փրկելու համար ոչ մի տարբերություն չկա։ Նրանք, ովքեր չեն ուզենա ոչ դեղապատ ստենդ, որոշակի գումար ավելացնելու եւ ծրագրի շրջանակներում դեղապատը տեղադրելու հնարավորություն չեն ունենա։ Այդ մարդիկ պետք է դուրս գան ծրագրից եւ սպասարկվեն վճարովի ծառայությունում։ Բժշկական կենտրոնում վճարովի ծառայության դեպքում մեկ դեղապատ ստենդը տեղադրվում է 1.500.000-ից 1.600.000, իսկ ոչ դեղապատը 1.100.000-ից մինչեւ 1.200.000 դրամի սահմաններում։ 2014-ին մոտ 100 ստենդավորում է իրականացվել Գյումրի բժշկական կենտրոնում։ Ստենդավորված 4 Մինչ օրս սակայն ծառայության դիմաց վճարում չի կատարել։ Նրանցից մեկը մահացել է եւ բուժկենտրոնը հրաժարվել է չվճարած 3.360.000 դրամը գանձել։ Մյուս 3-ի դեպքում գումարի գանձման համար կենտրոնը կդիմի դատական։ Կա 3.570.000 դրամի գումար, որը մենք դատի ենք տվել, դա 3 հիվանդ են, 3 հիվանդի գումարներ է, որոնք մեկը ընդհանրապես ոչ մի կոպեկ չի մուտք արել, սպասել ենք 2-3 ամիս։ Դատական հարթությունում հարցը կվիճարկվի հունվարից հենց նույն ամսից էլ կմեկնարկի սրտի անվճար ստենդավորման ծրագիրը։ Արմենու Հիմինասյան, Խաչատուր Գևորգյան, ազդարար։
Ինչպես են գնահատում գործարարները ֆինանսների նախարարության աշխատանքը։ Այս տարվա 9 ամսվա ցուցանիշները փաստում են, նոր ֆինանսական քաղաքականությունը արդյունավետ ուղու վրա է։ Պետական բյուջեի ավելի քան 97%-ը կազմել են հարկային եւ մաքսային եկամուտները 777 միլիարդ դրամ ընդհանուր գումարով։ Սա 5.5%-ով ավելի է 2013-ի մակարդակից։ Բյուջեի ծախսայինը կազմել է հենց այնքան, որքան եկամուտներինը։ Հարկերի, մաքսերի եւ պետական բոլոր եկամուտների ապահովումը եւ ծախսումը այս տարվանից կառավարում է մեկ մարմին։ Պետական եկամուտների կոմիտեն իր հարկային եւ մաքսային ծառայություններով միավորվեց ֆինանսների նախարարության հետ։ Ֆինանսական քաղաքականության մշակողը եւ իրականացնողը դարձավ մեկ ամբողջական մարմին։ Պետության գլխավոր ֆինանսական փաստաթղթի պետական բյուջեի մշակման ժամանակ ֆինանսների նախարարությունը արդեն ներդաշնակեցնում է սպասվող հարկային եւ մաքսային մուտքերը դրանց ծախսման հետ։ Տարվա գլխավոր ֆինանսական նորամուծությունը գործարար աշխարհը սկզբում ընդունեց որպես սառը ցնցուղ, ինչպես ամեն նոր բան։ Բիզնեսմենները վերլուծեցին, գնահատեցին ու տարվա ավարտին ներկայացնում են եզրակացությունը։ Ընկերությունի առաջի հարկատունը համարվում շարական ընկերության մեջ, մենք վճարել ենք պարտաճանաչորեն եւ իհարկե շատ ուզել ենք եւ հնարավորության դեպքում պնդել ենք, որպեսզի մեր վճարած գումարները ծախսվեն ճիշտ նպատակին։ Իհարկե այս պարագայում, երբ որ սա մի մարմին է անում, հաստատ ավելի լավ կանի։ Հարկեր, մաքսեր, գործարարները համոզված են դրանց ապահովման մակարդակը տնտեսական աճի տեմպերից է կախված։ Այսինքն իրենց պոտենցիալը պետությունը արդեն գիտի։ Ինչ գործունեությամբ է զբաղվում, ինչ աճի տեմպեր են ունեցել իրենց մոտ եւ բնականաբար ինչ հարկային քաղաքականություն պետք է մշակել իրենց հետ, որ իրենք եւ զարգանալու հաշվին կարողանան էլ ավելի մեծ մուտքեր ապահովեն բյուջե։ Որքան կայուն տնտեսություն, այնքան բարձր բյուջեի եկամուտ։ Նույնքան կարևոր է դրա ծախսման արդյունավետությունը։ Պեկֆին նախ կառուցվածքային փոփոխությունը օպտիմալացնում է ծախսերը։ Երկու պետական կառույցների միավորումը հանգեցրեց համանման վարչությունների կրճատմանը, բաժինների միավորմանը, որոշ ստորաբաժանումների գործառույթներն էլ վերանայվեցին։ Հարկային փոփոխությունների մեջ իրենց պոտենցիալը պետությունը արդեն գիտի։ Ինչ գործունեությամբ է զբաղվում, բոլոր հակ վճարող կառույցները աճի տեմպեր են ունեցել իրենց մոտ եւ բնականաբար ինչ հարկային քաղաքականություն պետք է մշակել իրենց հետ, որ իրենք եւ զարգանալու հաշվին կարողանան էլ ավելի մեծ մուտքեր ապահովեն բյուջե։ Այս առումով մտածում եմ, որ ավելի էֆեկտիվ աշխատող կառույց կարող է համարվել։ Որը որ բնականաբար մենք կզգանք 2015 եւ ինչու՞ չէ նաեւ 2016 թվականին։ Ֆինանսների նախարարությունում տնտեսվարողների հետ շփման ամենանախընտրելի տարբերակը դարձել է օնլայնը, ավելի արագ, ավելի ժամանակակից, մարդկային գործոնի նվազագույն մակարդակ։ Հարկային մարմինը տնտեսվարողներին քիչ է այցելում, միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Էլեկտրոնային հաշվետվությունների, հարկային հաշիվների եւ հարկատու 3 համակարգի տվյալները հարկայինը ամեն րոպե վերլուծում է։ Սխալ հաշվարկ կամ խախտում հայտնաբերելիս տնտեսվարողներին նաեւ օնլայն ծանոթագրեր է ուղարկում եւ միայն դրանց անտեսողներին է հարկայինը օպերատիվ այցելում։ Էլեկտրոնային համակարգի դերը շատ բարձր կդասեի վերլուծությունների ճիշտ պլանավորման մեջ, որովհետև էլեկտրոնային համակարգը իրոք այսօր տալիս է լուրջ վերլուծական մեխանիզմ եւ հարկային տեսուչը մինչև գալով ընկերություն ստուգման ինքը ամբողջությամբ 99.9%-ով պատկերացնում է ընկերությունը։ Այս մեխանիզմներով կատարվում է ճիշտ պլանավորում։ Ոչ թե զուտ հարկահավաքագրում, այլ բիզնես դաշտից ակնկալվող իրական վճարումների ամբողջական գնահատական եւ դրանց բաշխում։ Այս տարվա 9 ամիսների ցուցանիշները փաստում են, նոր ֆինանսական քաղաքականությունը արդյունավետ ուղու վրա է։ Պետական բյուջեի ավելի քան 97%-ը կազմել են հարկային եւ մաքսային եկամուտները 777 միլիարդ դրամ ընդհանուր գումարով։ Սա 5.5%-ով ավելի է 2013 թվականի մակարդակից։ Բյուջեի ծախսային մասն էլ կազմել է հենց այնքան, որքան եկամուտներինը։ Ազգային ժողովի նախագահի տարեվերջյան ընդունելության ժամանակ ազգային ժողովի փոխնախագահները խոսել են 2015-ի իրենց ակնկալիքներից։ Խորհրդարանականները լրագրողներին ընդունել են կարմիր վարդերով։ Երրորդ հարկի օթյակի փոխարեն ԶԼՄ ներկայացուցիչներն ազգային ժողովի ոսկեզօծ դահլիճում են հավաքվել։ Գալուստ Սահակյանը գնահատականներ չի հնչեցրել։ 2014-ի թե բաց թողումները, թե ձեռքբերումները ազգային ժողովի նախագահի խոսքով բոլորը գիտեն։ Իսկ 2015-ի ակնկալիքները փոխնախագահներն են նշում։ Իրեն անուղելի համարող Էդուարդ Շարմազանովը վստահ է գալիք տարին մարտահրավերներով եւ ձեռքբերումներով լի է լինելու։ Հայաստանի առաջին խնդիրը ցեղասպանության 100-րդ տարելիցը պատշաճ անցկացնելն ու Արցախի հարցում դիրքերն էլ ավելի ամրապնդելն է։ 2015 թվականը Հայաստանը նոր իրողություններով է մտնում։ ԵՏՄ հնարավորությունները պետք է ի նպաստ քաղաքացու օգտագործվեն։
Հերմինե Նաղդալյանը նույնպես հույսեր է կապում նոր տնտեսական միության հետ։ Փոքր շուկան եւ դրանից բխող օբյեկտիվ դժվարություններն այլևս չկան, մնում է լավ աշխատել։ Ազգային ժողովում ամանորի ընդունելությունն ինչպես միշտ ավարտվում է խորհրդարանի աշխատանքը համակողմանի եւ անաչառ լուսաբանած լրատվամիջոցների եւ լրագրողների պարգևատրմամբ։ Այսօր ավելի ազատ է մամուլը, այսօր ավելի ազատ է եւ խոսքի բռնումը։ Լավագույնս օգտագործելով այդ հնարավորությունը ծառայեցնենք Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու շահի համար։ Չեմ բացառում, որ Եվրամիության հետ նոր փաստաթուղթ կստորագրվի, որը շատ կարևոր է մեզ համար։ Եվ ունենալու ենք լայն մեծ դաշտ, միայն գործենք, միայն նախաձեռնենք։ Շարունակում ենք թողարկումը երկու տեսակի տոլմա, խոզի միս, չերեղեն, կոնֆետներ, զանազան մրգեր։ Սրանք ամանորի սեղանի թերևս պարտադիր բաղադրիչներն են։ Մարդիկ մեծ գումար են ծախսում, որպեսզի իրենց սեղանը ոչնչով չզիջի հարևանի սեղանին։ Նախկինում սակայն ամանորը այլ բնույթ եւ խորհուրդ ուներ։ Քանի որ այն պասի շրջան է, մարդիկ զերծ են մնացել հատկապես մսամթերք եւ կաթնամթերք օգտագործելուց։ Հիմա էլ որոշ գյուղերում հին ավանդույթները պահպանողներ կան։ Հայկական սեղանի միտքը որն է։ Լավաշը նոր տարվա սեղանի կարևորագույն բաղադրիչն է։ Գյուղերում ամանորից օրեր առաջ հավաքվում են մի քանի ընտանիքով ու լավաշ թխում։ Քանակը ոչ սովորական է, թխում են այնքան, որ մինչ Սուրբ Ծնունդ լավաշ թխելու կարիք ու անհրաժեշտություն չլինի։ Պրոցեսներն ու սպես ուրախ իրար հետ թխենք։ Բոլորին է գրիածնենք։ Լավաշ թխելուց անմիջապես հետո սկսվում է ամանորի իրական եռուզեռը։ Տները լավ մաքրելուց հետո տանտիկիններն անցնում են կերակրատեսակների պատրաստման բարդ ու հաճելի գործի։ Եթե հիմա ամանորի սեղան բացելը նմանվում է մրցույթի, ապա նախկինում մի շարք գյուղերում պատկերն այլ էր։ Հիմա էլ այս ավանդույթները պահպանողներ կան։ Պասուց տոլման ամանորի սեղանի գլխավոր ուտեստն է, այն սեղանի զարդ են անվանում։ Որպես Շիրակի մարզի բնակչություն, որոնք հաղթել են մշոկավառից, մեր մոտ հիմնականում մեր տատիկը պատմում էր, որ նրանք պատրաստում են միայն կաղամպի վրա սև թփերով ու ցավարով։ Եվ այս ծետի արվածագի ծետի փոխարեն լցնում էին կտավատի ծետ։ Տոլմայի խորհուրդը թերևս քչերին է հայտնի, այն իսկական քրիստոնեական բացատրություն ունի։ Ցավարը դա ժողովուրդն էր։ Իսկ թուփը, որով կաղամպի տերևը, որով փաթաթում էին տոլման, դա ժողովուրդ Քրիստոսի ափն էր։ Հավաքում էին ժողովրդին ձեռքի մեջ, մեր տատիկների պատվելով։ Եվ անպայման աղոթագիրքը, թեկուզ հին կդագարանը, թե Աստվածաշունչը գտնվելու էր նոր տարվա ավանդական սեղանգյունում։ Դա պարտադիր էր։ Եվ մինչև չաղոթեին մեր տատիկները, թեկուզ անգամ այս ծավալով տոլման չէին, երբեք չէին ուտի, նրանք չէին էլ փորձի։ Քաղցրու կծուտակ դեղը ավելացնում են սոխեռածին, այնուհետ լցնում ձավարը եւ սկսվում է փաթաթելու գործընթացը։ Կարևոր է տոլման շատ խոշոր փաթաթել, վերջում էլ վրան ափս է դնել։ Հետաքրքիր է նաեւ այն, որ տոլման պետք է փաթաթի տան հղի հարսը, ով առաջինը այն համտեսողներից մեկն է։ Միշտ հարսը ստվերում էր մնում տան մեջ, սակայն հենց այդ պարագայում հարսը պետք է առաջինը ընդուներ, թե պտուղը, թե կոմպոտը, թե տոլման, ամեն ինչը թե կատայի կողքից անկյունից հանում են եւ տալիս էին հղի հարսի, որովհետեւ նա նեղացած չքներ այդ գիշեր։ Հենց անձամբ նոր տարվա գիշեր նա նեղացած չքներ, նա լիքն էր։ Տոլմայի ու մնացած կերակրատեսակների կողքին պարտադիր է դնել նաև հորած պանիրը։ Այն պատրաստվում է ամռանը, իսկ ձմռանը, երբ արդեն այն կանաչել է սկսում, նշանակում է, որ ժամանակն է բացել ու օգտագործել։ Ամեն հյուրի չէ, որ հյուրասիրում էին այս պանիրը։ Սա նաև ուներ իր ավանդական, չգիտեմ, խորհրդանիշը։ Տան տղամարդ հյուրերին, հարազատներին հյուրասիրում էին այս հորած պանիրով, իրենց պատրաստած գինիով։ Եվ անպայման պետք է սա լիներ թե տոլմայի, թե նախատեսված բոլոր ուտեստների կողքին։ Տնական թոնրի մեջ եփվող կաթան եւս նախապատմություն ունի։ 30-ական թվականները անպայման ամբողջական կատայի մեջ տրվում էր կոպեկ, եւ այդ կատան կոչվում էր տարի, այսինքն պատրաստում էին տարեվերջում եւ հաջորդ ամբողջ տարվա ընթացքում պայմանավորված էր ում բաժիններ այդ տարին, այդ կոպեկը։ Այդ տարին նրա համար հաջողություն էր։ Իսկ եթե հանգարց դանագիտակ են ընկնում կտրելու ընթացքում, ուրեմն դա անհաջողություն էր բերում։ Տապակածավելուկ, հատլոբի, չրով կոմպոտ, տակտեղի թթու, գինի։ Սրանք ամենակարևոր բաղադրիչներն են։ Նաև նախապայման է անասունների մորթելը, ով ինչ կարող է, այն էլ մորթում է, դա իր խորհուրդն ունի։ Անպայման պիտի մորթե։ Եթե դու 26-ից հետո այցելեք մեր գյուղի յուրաքանչյուր տան անասնագոմի դիմաց,
այժմ հետքերը Սպիրակցյան վրա Երևան։ Դա պարտադիր է։ Այսինքն դա լիություն է, հանգստություն եւ ուրախություն է, որ ես կարողացել եմ, ասենք, այնքան աշխատեմ, որ հիմա էլ վայելեմ։ Երբ ամեն ինչ պատրաստ է, մնում է ըստ կարգի դիմավորել գալիք տարին։ Բոլորը պետք է ընտանիքներում լինեն, տոնը տանը նշելուց անմիջապես հետո սկսվում են այցելությունները։ Ընդամենը մի 10-15 րոպե տեսնելով, որ Կախտագանի տանը ինչ է պատրաստվել, նրանք համտեսում էին, առանց կաշկանդվելու բացում էին կասաների բերաները, հոդարությամբ նայում, թե ով ինչ է պատրաստ։ Ու շտաբում էին տուն կանանց զգուշացնելու, որ գիտես, այս Կախտագան, ասենք, Աշոտի կամ Հրոյի կամ մյուսի տանը էս կա, մեր էս ինչի չկա։ Կարծես մոռացել, նախադում էին կնոջը, կարծես մոռացել են, որ նրանք էլ պիտի ունենան այդ չրի կամպոտից։ Փոքրիկները եւս անգործ չեն նստում, տոնածառը զարդարելու դժվարին գործը հենց նրանց է վստահվում։ Իսկ տոնածառը մշտապես եղել է ամանորն ամբողջացնող, զարդարող եւ տոնականություն հաղորդող բաղադրիչներից մեկը։ Հեղինե Մանուկյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։ Մեր հաջորդ տեսանյութը պատմում է Գտաշեն համայնքի խնդիրների մասին։ Այստեղ գյուղացին աշխատում է ամբողջ տարին, բայց արդյունքը ոչ տեսանելի է, ոչ էլ շոշափելի։ Գյուղում ապրելու համար նորմալ պայմաններ չկան, բայց համայնքաբնակները հույսերը չեն կորցնում։ Գալիք տարվանից սպասելիքներ ունեն։ 77-ամյա Վարդան Հայրյանը կնոջ հետ 25 տարի առաջ է եկել Բաքվից ու հաստատվել Գտաշենում։ Պապիկը կարոտով է հիշում նախկին բնակավայրն ու ոչ մի կերպ չի կարողանում հարմարվել այստեղի պայմաններին։ Թեև ստացել է փախստականի կարգավիճակ, սակայն ասում է, որ մինչ օրս իր այդ կարգավիճակի ոչ օգուտն է զգացել, ոչ վնասը։ Ճշմարտություն չկա։ Աղքալակ զեկազները դոմիգնատու են կողոցին այս թուրքի բունը։ Էլի ես հարմարցին նորից վերակառուցեցիք մի քիչ բաղնիկ բան սարքեցի, ինչ այդ թուրքտուն հիշտ։ Հայրի այս տունը նախկինում թուրքաբնակ է եղել, այնպես ինչպես գյուղի բազմաթիվ այլ տներ։ Հիմա թեև գյուղը հայերով է բնակեցված, սակայն պապիկը պատմում է, որ երբեմն հարևան Թուրքիայից անկոչ հյուրեր այստեղ հայտնվում են։ Սահմանը խախտումն է, բայց հայերը իրանք չունեն։ Մի անգամ եղել դեպք, որ հայ այդ բանը Ես մոտ գյուղորն ամորացը։ Անասունը պացատողել անցել են, չեն տվել, հետո կրվու դավավ հետ բերեցում անասունները։ Բայց օրեն կա, որ պիտի հետ տան այդ անասունները բանը։ Անասունը մոտերը ինչ պիտի անաս։ Չէ, մոտի կա։ Բաքվում հայրյաններ ամբողջ ունեցվածքն են թողել, փակել են բնակարանի դուռն ու եկել։ Այժմ ոչինչ չունեն։ Սոցիալական ծանր պայմաններ եւ լուրջ առողջական խնդիրներ։ Սրանք են հայրյանների միակ սեփականությունը։ Ստերքու հայ հունցն ասում Հայաստանն է, հայրենիքն է։ Ուժը ուզած պետք է փախացինենք։ Ամենավերջինը մոտ փախեցինք։ 88 թիվին։ Անցուպեն չանեն։ Մեզանից հետո ուժը կտորս սկսվանդեղ։ Գտաշենում միայն Բաքվից եկած 25 ընտանիք է եղել։ Նրանք կամաց լքել են գյուղը, հիմա բնակչության մեծ մասը կազմում են ախալքալակից եկածները։ Ընտանիքները տարբեր են, պատմությունները եւս, սակայն խնդիրները հիմնականում նույնն են։ 89 թվականին մեզ ասացին, որ տուն գտան, առանց փողի տուն գտան, գնացեք նստեք։ Մենք այնտեղ տաները թողինք եկանք այստեղ։ Այստեղ եկանք այստեղ նստանք, որը նախական դիրեկտորը գյուղապետը մեզնից փող վերցրին, որ տուն տան մեզի։ Հետո սեփականաշնորհումը եղավ, տաները սեփականաշնորհեցինք, փող տվինք։ Այնտեղ տաներս թողինք, քարուքան դերանք։ Հեչ բան չկա։ Հենց կտեսնեմ Ղարաբաղյան բանը, սիրտս կճեղկրտվի։ Լավ ընկերներ կորուցել իմ, բայց այսօրվա դրությամբ իմ երեխեքս ջահել, հեչ մեզ զբաղմունքն չկա։ Գյուղը ճամփա չկա, հետաքրքրվող չկա։ Ազատամարտիկ Արթուր Կիրակոսյանն էլ ընտանիքի արտերկրում է վաստակում։ Տարիներ առաջ իր կյանքը վտանգած ու հանուն հայրենիքի երկիրը չլքած Արթուրը չէր էլ կարող պատկերացնել, որ խաղաղ պայմաններում, երբ մարտի դաշտն ու Արցախյան ազատամարտն անցյալում կլինեն, կմտածի հայրենի հողը անվերադարձ լքելու մասին։ Արթուրն ասում է, կարիքն է ստիպում։ Սպես դուրս փակեմ ու բդեշտամ։ Գալով տարի ես վախտե Կակոր նկարիք արդեն դուրը փակ, նկարիք կերտապ, տան բոլորը ֆռակ, նկարիք ու կերտապ։
Գտաշենում խնդիրները բազմաթիվ են, մարդիկ անգամ առաջնային կենցաղային հարցերը լուծել չեն կարողանում։ Բավական է նշել դրանցից մեկը՝ ճանապարհի անմխիթար վիճակը, գյուղից Գյումրի հասնելը փորձություն է, որն ամեն վարորդ չի ստանձնում կամ չի հաղթահարում։ Նախկինում միշտ ծրագրեր է լինում արտադրող հասարակական աշխատանքներ։ Մենք հիմնականում այդ ծրագրերը ուղղում ենք ճանապարհների խնդրին, որովհետև ինչքան նկատեցիք, համայնքը գյուղի տարածքը գտնվում է միջհամայնքային կենտրոնական ճանապարհից հեռու կտրված գյուղ է։ Ոնց որ ասած, այս ճանապարհը է միայն ուղիղ մեր գյուղ։ Ահագին երկար է, մոտ 3-4 կիլոմետր հեռավորություն։ Դե ծավալով ճանապարհի հիմնովի նորոգում էլ մի քիչ դժվարագույն խնդիր է, ամեն ուժերով հնարավոր չէ։ Գտաշենում այնուամենայնիվ հուսադրող բան էլ կա։ Մարդկանց հույսն ապագայի հանդեպ դեռ վառ է։ Երիտասարդներից մի քանիսն այստեղ են ամուսնացել, տուն կառուցել եւ ուխտել, չլքել հայրենի բնակավայրը։ Անկախ բոլոր հոգսերից Գտաշենցին պատրաստվում է ամանորին ու նվիրական երազանք պահում գյուղի բարեկեցության եւ շենացման համար։ Նազել Էլբակյան, Արթուր Մարգարյան, Ազդարաշ։ Մյուս թեմաների մասին 25 տարվա մեջ առաջին անգամ նորոգվել են Բյուրականի աստղադիտարանի երկու խոշոր հեռադիտակները։ Աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը սա 2014-ի ամենամեծ ձեռքբերումն է համարում։ Գիտության ոլորտում ունեցած հաջողություններով Հայաստանը առանձնապես աչքի չի ընկել։ Վիկտոր Համբարձումյանի մահից հետո աշխարհացունց քիչ հաջողություններ են գրանցվել Հայաստանում։ Հարությունյանի կարծիքով պատճառը որակյալ մասնագետների պակասն է եւ գիտության հանդեպ հետաքրքրության նվազումը։ Առաջինը ինքը Վիկտոր Համբարձումյանը, այսինքն համաշխարհային մեծության աստղ, մենք մեր պատմության ընթացքում Հայաստանի այդպիսի մեծության աստղ չենք ունեցել գիտության բնագավառում։ Երկրորդը գիտության նկատմամբ այն շրջանում ունեցած վերաբերմունքը, որը բոլոր տեղերից հավաքում էր մարդկանց, կարող մարդիկ գնում էին գիտություն։ Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապայանի ծննդյան օրն է, նա ծնվել է 1963 թվականի դեկտեմբերի 27-ին Գյումրիում, ավարտել է Գյումրու թիվ 20 միջնակարգ դպրոցը, 1981-ից 87 թվականներին սովորել է Սուրբ Էջմիածնի հոգևոր ճեմարանում, 86 թվականի դեկտեմբերի 25-ին ձեռնադրվել է սարկավակ, 1988 թվականին Տեր Հուսիկ arczepiskopos Սանթուրյանի կողմից ձեռնադրվելով կուսակրոն քահանա վերանվանվել է Տեր Միքայել ի հիշատակ Ադանայի ջարդի ժամանակ նահատակված Տեր Միքայել ծայրագույն վարդապետ Աջապայանի։ 1989 թվականին ստացել է վարդապետական աստիճան, պաշտպանելով վարդապետական թեզ։ 95-ից 97 թվականներին ուսանել է Հռոմի Պապական Արևելյան ինստիտուտում։ 1997 թվականին ստացել է Արևելյան եկեղեցական գիտությունների մագիստրոսի աստիճան։ 99 թվականի դեկտեմբերի 1-ին Գարեգին II կաթողիկոսի կողմից նշանակվել է Շիրակի թեմի առաջնորդական տեղապահ։ 2001 թվականի սեպտեմբերի 30-ին նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի կողմից ձեռնադրվել է եպիսկոպոս եւ հաստատվել որպես Շիրակի թեմի առաջնորդ։ Ցայք հեռուստաընկերությունը շնորհավորում է Շիրակի թեմի առաջնորդին ծննդյան օրվա առթիվ եւ մաղթում երկար տարիների կյանք։ Ադրբեջանը տարածել էր տեղեկատվություն, թե իբր հայկական կողմը Աղդամի ուղղությամբ իրականացրել է դիվերսիոն գործողության փորձ, իրականությանը չի համապատասխանում, այս մասին տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Ադրբեջանցիները գրել էին ռազմագերու մասին, հրապարակել էին անունը։ Պաշտպանության բանակը տեղեկացնում է նաև, որ Արսեն Էդուարդի Բաղդասարյանը հանդիսանալով Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարությունը ժամանակավորապես հեռացրել էր ծառայությունից։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ Արցախի հակամարտության խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի։ Ռոսիա 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Բորդյուժան անդրադարձել է ուկրաինական հակամարտությանը եւ նշել, որ ոչ Ուկրաինայում, ոչ էլ Արցախում պատերազմը խնդրի լուծում լինել չի կարող։ Ուկրաինական հարցով շփման խմբի Մինսկում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Կիևի եւ Դոնբասի միջև կայացել է ուկրաինական հակամարտության պատմության ընթացքում բանտարկյալների ամենախոշոր փոխանակում։ Նախապես որոշված էր բանտարկյալներին փոխանակելը 225-150-ի հարաբերակցությամբ։ Արդյունքում ազատ է արձակվել 222 ռուսամետ աշխարհազորային, իսկ Կիևին է փոխանցվել 150 ուկրաինացի զինվորական։
Ի դեպ, ուկրաինացի մի քանի զինվորականներ հրաժարվել են վերադառնալ, այս փաստը հաստատել է նաև Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ ուկրաինական կողմի վերադարձրած պատանդների մեջ շատ են կանայք, որոնք պնդում են, թե երբեք զենք չեն վերցրել։ Բանտարկյալների փոխանակումը տեղի է ունեցել ԵԱԿ դիտորդների հսկողությամբ։ Ուկրաինացի զինվորականներին դիմավորել է անձամբ երկրի նախագահը։ Պյոտր Պորոշենկոն հույս է հայտնել, որ կհայտնաբերվեն եւ տուն կվերադարձվեն բոլոր պատանդները։ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարությունը իր պատրաստակամությունն է հայտնել Մինսկի խմբի ձևաչափ Կիևի հետ խաղաղ բանակցություններ սկսելու վերաբերյալ։ Լուգանսկի իշխանությունը հավաստիացրել է, որ անելու է առավելագույնը շփման խմբի հերթական հանդիպումը մինչև տարեվերջ կյանքի կոչելու համար։ Այսքանը դուք դիտում եք Ազդարար լրատվականի այս տարվա վերջին թողարկումը, ծանոթացեք նաև մարզային ամփոփագրում տեղ գտած նյութերին, իսկ մենք հանդիպելու ենք 2015-ին։ Հուսով եմ, որ գալիք տարում առիթ ենք ունենալու ազդարարելու երկրի քաղաքական և տնտեսական կայունության մասին։ Սեր և խաղաղություն բոլորիդ ընտանիքներին։ Շնորհավոր ամանոր և Սուրբ Ծնունդ։ 10 միլիոն դրամ և դիզայներական առանձնահատուկ մոտեցում, Գյումրին տոնական շորերը հագել կապել սպասում է ամանորին։ Փայտե այծի կամ կապույտ ոչխարի քմահաճությունները, ինչպես դիմավորել 2015 թվականը։ Ինչ ուտեստներով հաճոյանալ տարվա տիրակալին, ոչ թե ճոխ, այլ նրբաճաշակ ձևավորված սեղաններով զարմացրեք հյուրերին։